Թատրոն տանիքումը ներկայացել է Սարոյանական շնչով «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» ներկայացման պրեմիերայով։ Արդեն իսկ կայացած առաջնախաղերի, բեմադրության եւ առաջիկայում սպասվող ներկայացման մասին ենք խոսելու մեր այսօրվա հյուրերի հետ։ Ինձ համար պատիվ է այսօր հայտարարել հյուրերին թատրոնի, կինոյի ֆանտաստիկ եւ սիրելի դերասանուհի Ռոզե Ավետիսովա եւ երիտասարդ, բայց ահռելի պոտենցիալով դերասան Էդուարդ Մայիլյան։ Ինչպես առավոտին։ Լույս, լավ դուք։ Հրաշալի։ Ես տեսել եմ ներկայացումը։ Շատ տպավորված, շատ հուզախառն, բայց մինչ դա ուզում եմ խոսենք ինչպես է ընտրվել այս բարդ աշխատանքը, բարդ բեմադրություն, բարդ խաղ, բարդ նաև դեկորացիաներ եւ այդպես շարունակ։ Ինչու հենց այդ ներկայացումը։ Առավել եւս երբ հանդիսատեսը ծանոթ է թեմային բովանդակությանը, մի տեսակ ավելի դժվար է ամեն մեկը ունի Սարոյանի իր կերպարը, իր մայրիկին, ու դուք ներկայացնեք նորովի ու կարողանաք գոհացնել։ Ի սկզբանե միտքը այսպիսին էր, որ թատրոն տանիքում ունենալ հայ հեղինակի ներկայացում, որովհետև մինչ այդ չկար հայ հեղինակ եւ մենք կանգ առանք Սարոյանի վրա, ավելի ճիշտ Մհերը կանգ առավ, ռեժիսորը Մհեր Զաքարյանը կանգ առավ Սարոյանի վրա։ Սկզբից կային տարաձայնություններ, հատկապես իմ կողմից, որովհետև իսկապես չէի պատկերացնում այդ երկու նյութերից մենք վերցրել ենք «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» եւ «Հայրիկ, դու խենթ ես» երկու վեպերը եւ բավականին բարդ էր պատկերացնել ինչ է լինելու բեմում, առհասարակ սարոյանական կերպարներին է շատ բարդ երբեմն բեմում պատկերացնել, ուր մնաց վեպերը վերցնել ու ամբողջական ներկայացում տեսնել սինթեզի արդյունքում։ Բայց Մհերը միանշանակ ասեց ոչ, պետք է լինի Սարոյան, պետք է լինեն այս երկու գործերը եւ այդպես Սարոյանը հայտնվեց մեր բեմում եւ շատ հետաքրքիր ժամանակ, որովհետեւ մենք օգոստոսի վերջին խաղացինք առաջնախաղը, իսկ սեպտեմբերի սկզբին եղան Սարոյանական օրերը Հայաստանում եւ այսպես Սարոյանի տարում խաղացինք Սարոյան։ Սարոյանական շունչ է։ Քեզ համար դժվար չէր կերտել հերոսին, ծանոթ էր արդյոք մինչ այդ գրքերից Սարոյանը, ով է Սարոյանը քո համար։ Սկզբից չէ, չգիտեի նրա մասին, բայց երբ հասկացա, որ ես եմ այդ դերը խաղալու, գնացինք Մայրիկ, ես քեզ սիրում եմ գիրքը, շատ հետաքրքիր գիրք էր, իհարկե շատ դժվար էր սկզբում, բայց Բայց դու հասուն ես բավականին խոսում, վստահ եմ քո համար դժվար եղած չի լինի։ Մեզ համար էր վստահ, դժվար իրենց համար չէ։ Բայց իմ ավագ ընկերները ինձ օգնեցին, Մհեր Զաքարյանը, ռեժիսորը, լուծումներ էր գտնում խնդիրներից եւ այդպես կարողացա կերտել այս դերը։ Այդ դու շատ դեռ հարց ա ով ամ օգնում, հավատա։ Երեխական կտորներից նաեւ այո։ Իրականում երբ Մհերը ասաց, որ երեխաներ են լինելու ներկայացումը, այսինքն հերոս երեխաներն են մեծ մասամբ ընդգրկված լինելու եւ իրենց վրա է որոշում կառուցել ներկայացումը, շատ վախենալու փաստ էր, որտեվ ասում էի նախ պետք է գտնել այդ մասշտաբը խաղի առումով ունեցող երեխաներ եւ իրենց վստահել ներկայացումը, այդ մասով շատ էինք վախենում, բայց մենք շատ երջանիկ ենք, որ թե Էդուարդը, թե Ռայան երկուսն էլ մեկը մյուսից հրաշալի փոքրիկներ են եւ այն մարդիկ, ովքեր դիտել են ներկայացումը, միալեզու ասում են, որ ներկայացումը տանում են երեխաները եւ ոչ մեծերը։ Հավատացեք, դրա համար եմ ասում, այդ հարցը ով է ում օգնում։ Դուք հիմա մեր հեռուստաեթերում հաստատ նորից ողջևորում եք մարդկանց, որ նրանք ովքեր չեն տեսել, կարողանան գալ դիտել, առավել եւս դու քո լուսավոր կերպարով։ Մենք ոչինչ պատահական չէ, օրեր առաջ այստեղ ռեժիսոր Գորներ մոլորվածի եւ հետաքրքիր հարց բարձրաձայնեց քո կերպարի շուրջ։ Դու անգամ այստեղ չէր, քեզնից խոսում էինք։ Տես կերպարափոխման մասով եւ ասում էր, որ հետաքրքիր էր, որ դու մայր չես, բայց մոր դեր կերտելու հարցում միանշանակ որոշումներ են կայացվում։ Այստեղ եւս դու բազմազավակ մայր ես, ես քեզ դրա մասին ասել եմ։ Քանի սերունդ է կրթել Ռոզե Ավետիսովը։ Ես ասում եմ, ես Հայաստանի բոլոր հայտնի փոքրիկների մայրիկն եմ, այսպես կես կատակ։ Չգիտեմ, ինձ թվում է, ես այսպես չեմ նայում, դու մայր ես կկարողանաս մայր խաղալ թե ոչ, որովհետև դա կերպար է եւ խնդիր է, ոնց մնացած բոլոր կերպարները։ Դու ունես քո խնդիրը, դու պարտավոր ես որպես պրոֆեսիոնալ մարդ կատարել այդ խնդիրը։ Ես հարցին այսպես եմ նայում։
Բայց ես ունեմ ուրախության իմ կողմը դրանում, որ այդ իրավիճակը ինձ թույլ է տալիս ինչ-որ մի պահի թատրոնի, կինոյի եւ խաբկանքի արդյունքում ինքս ինձ մայր զգալ եւ այդ բերկրանքն ապրել։ Դրա համար շնորհակալ եմ մասնագիտությանս եւ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ տեսնում են այդ կերպարում, որովհետեւ այն մարդիկ, ովքեր ինձ առանձին բեմից եւ էկրանից դուրս ճանաչում են, իրենց համար դժվար է ինձ պատկերացնել իրականում մայր։ Փիսիկների մայրն ես։ Այո։ Իրականում մենք անդադար ծնված պահից աղջիկներ իրանց մայրիկ զգում են տիկնիկներին, օրինակ տղան այդպես է։ Տղան չի վերցնում, ես պապան եմ։ Զենքերով։ Փաստորեն ես Ռոզին ճանաչում չի ստում։ Դա այդպես է։ Հո հիմա այդ խաղը չի շարունակվում։ Կինոներում շարունակվում է երբեմն։ Աստված տա միշտ ամեն ինչ կինոներում լինի։ Էդուարդ, պատմիր քո փորձի մասին։ Երաժշտական կտորներ կան այնտեղ։ Դու իսկապես դու տանում ես ներկայացում, այնտեղ հումորներ կան, պետք է գնաք, փոխվեք, գաք են նեղլի կան կողնում տեղավորվեք։ Քո տպավորությունները ինչպիսին են բուն ներկայացման ժամանակ։ Դե ես առաջին անգամ այտենց ներկայացան մեջ խաղում։ Այո, մեր վոկալի դասատունն ենք, երկար իր հետ պարապել ենք։ Կարողացանք այդ 3 երգերը բարդ երգերը։ 3 բարդ երգերը երգենք եւ այո, առաջին անգամ է ներկայացման մեջ փոխվում։ Այդ էլ է դե ինձ օգնում էր դրա վրա շատ հեշտ։ Մի փոքրիկ քո սիրած հատվածից օրինակ կատարում ամենասիրած մասը կամ անգամ եթե երկխոսության տեսքով է կարելի է։ Դե իմ ամենասիրած տեսարանը վերջինն է, որ իմ կարծիքով դա այդ տեսարանը մեր ընտանիքն է մի քանի տարի անց։ Տենց եմ ուզում։ Կադրի այս կողմում Էդուարդի ծնողներն, այսպես Մուրադի դեմքով նայում են իրենց որդուն։ Ու նաև այնպես որ իմացեք, մենք այսպես կթեքվենք, կտեսնենք, որ այնտեղ են նրանք, ձեր տղան արդեն սահմանել է առաջիկա մի քանի տարիները ձեր։ Ինչ դիալոգ կբեմադրեք մեզ համար։ Այնտեղ շատ sense հախուռն է ամեն ինչ։ Բեմադրել, այսինքն ներկայացում։ Այո, ներկայացում մի հատված, այսպես ինտրիգ, անոնս հեռուստադիտողների համար։ Պետք է լավ ուտես, թե չկաշի ու ոսկորես։ Սրանից հետո սկսած ես նախաճաշից, պետք է շատ լավ ուտես, հասկացար տղաս։ Եղավ աղջիկս։ Ինչքան որ փորից մեջ տեղավորվի կուտեմ, մամ։ Դե քեզ տեսնեմ, սեղանի վրա ինչ կա չկա կեր եւ արագ։ Կճեպներն էլ։ Հա։ Ափսեները։ Դանակն էլ ուտեն, մա։ Իհարկե։ Բանձարոսիկները։ Դրանք էլ։ Իսկ բարակները։ Ասացի ինչ կա չկա եւ վերջ։ Հրաշալի է, շնորհակալություն առավել եւս առավոտվա նախաճաշ չանող բալիկների համար հենց հիմա, ուրեմն անցնում եք նախաճաշին։ Թատրոն տանիքումի մասին նաև եկեք խոսենք, ինչպիսին է հանդիսատեսի արձագանքը, նա ալտերնատիվ թատրոն է, մոտեցումները այլ կերպ են, անգամ թե մենք ինչպես ենք նստում, ինչ տեսարանի շուրջ ամեն բան ծավալում, ինչպիսին է արձագանքը, ինչպիսին է հանդիսատեսը։ Մեր հանդիսատեսը այն հանդիսատեսն է, որը գալիս է ինչ-որ հետաքրքիր նոր ֆորմատ տեսնելու, այսպես ասած, եւ տարածքի առումով եւ բեմադրական ձևի առումով մի քիչ դասականից դուրս, սիրում է շատ անսպասելի բաներ եւ պատրաստ է դրան, համարձակ է եւ հավատարիմ է, ինչը ամենակարևոր փաստն է։ Իսկ եթե ասենք այս ներկայացման մասով, ապա այս ներկայացման հանդիսատեսը մի փոքր այլ է։ Սա ավելի ընտանեկան ներկայացում է։ Ընտանիքներ, մայրիկներ, տատիկներ, բալիկներ, այսպիսի հանդիսատես ունենք հենց այս ներկայացումը։ Առաջիկայում երբ է սպասվում օգտվելով առիթից որպես հարթակ խնդրենք։ Առաջիկայում նոյեմբերի 9-ին։ Նոյեմբերի 9-ին ներկայացում է, մենք այսպես քաջալերում ենք մեր հեռուստադիտողներին գնալ, դիտել, աշուն է, պետք է գնալ, որևէ տաքուկ բան, սիրել այսպես ամրապնդվել, նաև ընտանեկան արժեքներից եկեք այսպես խոսենք, որքանով են մարդիկ վարակվում այդ ամեն ինչից, երբ գալիս են, տեսնում են, ինչ արձագանք եք ստանում։ Հետաքրքիր ֆիդբեքեր են եղել, որ իրականում մարդկանց համար շատ հուզիչ է այս պատմությունը եւ հիմա ճակերտավոր ասենք, որ շատ նորաձև է ամուսնալուծված ընտանիքները եւ մարդիկ այդ պատկերը ուղակի բեմում են տեսնում եւ այդ պատկերը տեսնում են երեխաների տեսանկյունից եւ երեխաների զգացմունքների տեսանկյունից եւ ոչ միայն ծնողների եւ մի շարք հարցեր է իրենց մոտ առաջանում արդյոք իրենք ճիշտ են արել արդյոք երեխաները հոգեբանորեն պատրաստ են դրան թե ոչ եւ վերջի վերջո որն է ճիշտը
այդ ամենաբարդ հարցն է կարծում եմ, բայց հարցեր միանշանակ առաջացնում է ներկայացումը։ Ձեր կողմից իրականում արվեստի խնդիրը լուծումներ գտնելը չի, հենց հարցեր բարձրացնելն է, արդեն հեռուստադիտողն էլ ուզում է պատասխանները իր մեջ գտնել, լավագույն հաստորեն ձեր կողմից կա այդ հարցադրումն ու պատասխանի փնտրտուքը, երկխոսությունը կա հեռուստադիտողի հանդիսատեսի հետ։ Հուսով եմ։ Նաև պատմեք հետագա ծրագրերի մասին, ինչ այլ ներկայացումներ են սպասվում տանիքում, որոնք առաջնախաղերին մենք կարող ենք սպասել, ինչ խաղացանք կա այժմ։ Այժմ կան խաղացանկում մի շարք ներկայացումներ, բայց արդեն հանդիսատեսին շատ հայտնի, նույն ինքը Բարև սիրելիս, Խամելազարտիկին, Լրակյացի վանդ, սերը ակվարիումը մեր հին ներկայացումներից երկուսն են, բայց որոնք դեռ կան խաղացանկում եւ դեռ պահանջարկ ունեն։ Այսպես թատրոնը իր բուռն կյանքը ապրում է իր խաղացանկով, առաջնախաղ կլինի, բայց դեռ չեմ ուզում ճակերտներ բացեմ, բայց շատ հետաքրքիր առաջնախաղ կլինի, շատ անսպասելի տանիքի համար գուցե ինչ որտեղ, բայց այդ մասին խոսենք մի փոքր ուշ։ Մենք մեր բուռն գործունեությունը, մեր ստեղծագործական կյանքը չենք դադարեցնում եւ շարունակում ենք մի պարզ պատճառով, որովհետեւ եւ մենք ենք ուզում ստեղծագործել եւ մեր հանդիսատեսն է մեզանից դա սպասում։ Առավել եւս աշուն է, մի տեսակ մարդիկ սպասում են արդեն տաքուկ անկյուններում հավաքվելու, հատկապես երբ գինի խմելու հնարավորություն ունեն միաժամանակ։ Անդրադառնանք քեզ, ինչպիսի պլաններ ունես առաջիկայում, պատկերացնում ես քեզ հենց թատրոնում, թե հիմա է վարակիչ թվում։ Չգիտեմ, տենց չեմ մտածել, որ դերասան կդառնա։ Նիքո ուրիշ գծարել ունեմ։ Դառել ես դու Էդուարդ։ Արդեն երկրորդ մասնագիտության մասին է մտածիր, բրպտիր։ Շատ գծեր ունեմ նաև ուրիշ։ Պատմիր մեզ։ Ինչ նախասիրություններ ունես։ Դա ֆուտբոլ եմ սիրում։ Պոլիտեխնիկում եմ սովորում։ Ավելի եկամտաբեր եմ։ Ֆուտբոլը։ Դե պոլիտեխնիկում եմ սովորում, այնտեղ մաթեմատիկա եմ շատ սիրել։ Մաթեմատիկան դեռ շատ լավ եմ բացատրում եւ գիտնականներ կուզեի դառնալ։ Փաստորեն, երբ ասում են գիտության հանդեպ սերը կամաց կորում է, դու վառ օրինակ ես, գիտություն, մշակույթ, սպորտ, մի մարդու մեջ արդեն ամեն ինչի հիմքը կա ու մենք վստահ ենք, որ ապագայում դու հենց քո տեսլականը ինչ ունես, հասնելու ես դրան, որովհետև բավականին նպատակասլաց ու կայուն բնավորությամբ առաջ ես գնում։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ, որ այսօր եկաք մեր տաղավար հյուր, պատմեցիք, կիսվեցիք այս հետաքրքիր ներկայացմամբ։ Ես եւս եղել եմ ներկայացման եւ իսկապես շատ տաք զգացողություններով ես դու լքում դահլիճը, եւ այդպես ուզում ես գնաս ասես մայրիկիս հետ էլ գնամ, հայրիկիս հետ էլ գնամ, քույրիկիս էլ բերեմ, փոքր եղբորս էլ բերեմ, բոլորը պետք է դա տեսնեն եւ այդ դրական լիցքերով վարակվեն եւ նոյեմբերի 9-ին, ինչպես նշեցինք, սպասում է մոտալուտ ներկայացումը։ Շնորհակալություն եւ շնորհակալություն հրավերի համար, առավոտը ձեզ մոտ իսկապես շատ տաքուկ ու ջերմ է, շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն, հաջող եթերներ, հաջող բեմական ներկայացումներ։ Շնորհակալություն։ Մենք դիտենք գովազդ եւ դիմավորենք մեր հաջորդ հյուրերին։